Շիրակի մարզի համայնքների բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների այս թեժ շրջանում ակտիվորեն հետևում են նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նոր խորհրդարան բերվող օրինագծերին, ելույթներին և Հայաստանը քաղաքացու համար բարեկեցիկ երկիր դարձնելու խոստումներին։ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ նոր կյանք համայնքների բնակիչների համար օրինակ կասկածելի են Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունները։ Այն, որ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի և կամ որ պատերազմի նոր փուլ պետք է հայտարարել ընդդեմ անարդարության։ Այս հայտարարությունների ֆոնին նոր կյանք գյուղի բնակիչները պարզ վիճակագրություն են ներկայացնում։ Գյուղում 400 ընտանիքից 250-ն արտագաղթել է։ Արտագնա աշխատանքի մեկնածների թիվն էլ քիչ չէ։ Ուստի նրանց համար առնվազն տարակուսելի է Սարգսյանի հայտարարությունները։ Սերժ Սարգսյանն ասում է բնակչության թիվը ավելնա 4 միլիոն դառնա, չէ։ Ես կասկածում եմ Սերժ Սարգսյանի խոսքի վրա։ Վախենում եմ դառնա միլիոն 8, ոչ թե 4 միլիոն։ Ես մինչև մի չի ավելցե 25 տարվա մեջ նոր է ավելն։ Խնդալու բան է, մամուտիլը չիլում չնորից։ Օրական 50,000 հոգու երթում է։ Այդ 4 հա։ Թե բովի է գալով չկա մեր տեղը։ Աղջիկան է ցամի ցույց կտամ։ Մեր գյուղը ունի 400 տնտեսություն։ Մերը բան 250 տնտեսությունը չկա։ Ազգով ցեխով ընտանիքով։ Հիմի թռել են։ Երեխա փերող փոքրները Ռուսաստան, Ամերիկայեն քոչե գնաց ուտես բերի։ Ծնող կինը գնացել է։ Մենք մնացել ենք բիձեկը, հորերը։ Ինչ տնե բերի, ումից անեցին։ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել էր նաև, որ երկրում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին բարեկեցիկ կյանքով ապրի, ինչը նշանակում է, որ այդպիսով ոչ միայն Հայաստանից արտագաղթը կկանխվի, այլ նաև մինչ օրս արտագաղթած քաղաքացիները կվերադառնան իրենց հայրենիք։ Հոգսաշատ գյուղաբնակի համար այս ամենը անլուրջ խոսակցություն է։ Հիմանորեն Հայաստանի իշխանությունները նկատել, որ Հայաստանում ապրելու պայմաններ չկան, որ արտագաղթը ահռելի չափերի է հասել և կամ քանի տարի պահանջվեց Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը հասկանալու համար, որ Հայաստանում ապրելու տարրական պայմաններ անգամ չկան։ Նման հարցադրումներով են հանդես գալիս գյուղաբնակները։ Եթե երկիրը եղնի արդյունաբերության և աշխատանքի տեղ ունենա, մարդը աշխատանք ունենա, կրանա իր տունը, տնտեսությունը պահե, պաշտպանե, այս ժամանակ անկախ Սերժի սազից կուկա։ Սերժ Սարգսյանի սազն էլ Սաշի գաղբերն է, Սաշի գաղբերն ուզենակեն է A, ուզենակեն է B։ Հաջորդ հարցն ըստ Արթիկի տարածաշրջանի բնակիչների դա կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հայտարարություններն են ու այդ համատեքստում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը։ Մեր 50 թվի ծնվածները, 55-60 թվի ծնվածները սաղ գող են, այդ գողերն հիմա նստած են իշխանության գլուխը։ Այն ժամանակվա է, ոչ Ադրբեջանից են եկել, ոչ Վրաստանից, ոչ Թուրքիայից։ Մեզնից եղածները մեզի հոշոտում են։ Մինչև երբ պետք է մեկի մյուսի հետ թարգտան, դա արդեն ասված իրանց հետ։ Ով գալու իշխանության մտածում է ոչ թե գելը թե աստուր անձի քեզի լավությունն է, եկել որ չեբիշկան լացե։ Այդ մտածողությունը մագարտակա կաղապար է։ Եթե սովետական միությունից եկե ու ստեղ մնացել հնացել է։ Այդ 90 թվից հետո ինչու է թալան թրաշերեցին, էսի պաշնին, էնի կողծան, էսի ստուտավին։ Հմել պաշնելու բան չկա, հմել իրար են ուդեմ։ Մի տեսնիկ ում վիզա բրիկարը։